Փետրվարի 4-ին ոստիկանության վայքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ վայքի առևտրի սրահներից մեկից անհայտ անձը հափշտակել է ոսկե ականջողեր եւ փախել։ Ոստիկանները հանցագործությունը տաքետքերով բացահայտելու ուղղությամբ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ կասկածյալը նստել է անհայտ մակնիշի եւ համարանիշի մեքենա։ Ճշտվեց նաեւ, որ մեքենան շարժվել է մայրաքաղաքի ուղղությամբ։ Րոպեներ անց Երևան-Մեղրի ճանապարհահատվածի Արենի գյուղի մոտակայքում ոստիկանները կանգնեցրին Mercedes մակնիշի ավտոմեքենան եւ գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության վայքի բաժին բերման ենթարկեցին վարորդին ու ուղևորներ նախկինում տարբեր հանցագործությունների համար պատիժներ կրած Երևանի բնակիչներ Լևոն Կասպարյանին, Կարապետ Թումանյանին, Արայիկ Ղարիբյանին եւ Արթուր Նիկողոսյանին։ Ոստիկանությունում Արթուր Նիկողոսյանը խոստովանեց, որ ինքն է առևտրի սրահից հափշտակել ոսկե ականջողերն ու դիմել փախուստի։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։ Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, յուրացման 1 եւ մաքսանենգության 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 17-ամյա Գայանե Առաքելյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 520202 010 56 0202 հեռախոսահամարներով։ Փետրվարի 7-ին ոստիկանության հրազդանի բաժնում մի քաղաքացի հաղորդում տվեց, որ կենտրոն թաղամասից առևանգել են իր վազ 2107-ը։ Բանալիները մեքենայի վրա էր եղել, դռները բաց, հանցամիտն էլ առիթից օգտվել էր։ Նույն օրը բաժնի աշխատակիցների եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում մեքենան հայտնաբերվեց Կոտայքի մարզի Քաղսի գյուղ տանող ավտոճանապարհին։ 07-ում էր նաեւ առևանգողը, հրազդանցի Վազգեն Գալստյանը, որին մեքենայով հանդերձ իրավապահները բերման ենթարկեցին ոստիկանության հրազդանի բաժին։ Վազգեն Գալստյանը խոստովանել է կատարածը։ Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կրփազենք։ Քննությունը շարունակվում է։ Փետրվարի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով Պարեկապահագետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մանանդյան փողոցից հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին 1981 թվականին ծնված Երևանի բնակիչ Սարգիս Այրասյանին։ Այրասյանը փետրվարի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի եւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածների հատկանիշներով։ Խափանման միջոցը կալանք։ Օրերս Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում ոստիկանության Մալացիայի խորհրդի վետերանները կազմակերպել էին «Մեր միակ դաշնակիցը, բարեկամն ու եղբայրը հայոց բանակի քաջարի զինվորն է» խորագրով միջոցառում, նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։ Դպրոցականները հայրենասիրական երկու պարով ողջունեցին միջոցառման հյուրերին, ապա ցուցադրեցին իրենց հմտությունը ինքնաձիգի քանդման եւ հավաքման վարժությունից, ցուցադրեցին շարային տողանի վարժանքներ ու ինքնապաշտպանական հնարքներ։ Ոստիկանության Մալացիայի վետերանների խորհրդի կողմից շնորհակալագիր հանձնվեց դպրոցին ոստիկանության հետ համագործակցության համար, իսկ քառօրյա մարտերի մասնակիցներին վետերանները նվիրեցին հուշանվերներ ու նոր կտակարաններ։ Իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Օտարերկրացիները Հայաստանում կարող են բնակվել կացության կարգավիճակի, վիզայի ժամկետներով կամ եթե նշված պետության համար սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, 1 տարվա ընթացքում 180 օր, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Նշված ռեժիմը խախտելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն օտարերկրացին ենթակա է վարչական պատասխանատվության 50,000-ից 100,000 դրամի չափով։ Նշված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վրա։ Նրանք Հայաստանում կարող են բնակվել առանց ժամկետային սահմանափակման։ Տուգանքի ենթակա չեն նաև այն երկքաղաքացիները, որոնց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է կամ անձնագիրը կորցրել են։